Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եթե ձեր հարցադրումը տեղ ունի, նշանակում է սահմանադրական դատանի դատավորները չեն կարդացել սահմանադրական դատանի մասին սահմանադրական օրենքը։ Որովհետև այդ օրենքով ասում է, եթե դատավորը իր պաշտոնական պարտականությունների կապված խնդիրներ է տեսնում, ինքը դիմում է իրավասու մարմիններին եւ սահմանադրական դատարանին։ Հիմա եթե իրենք ասել են, եթե ձեր հարցը տենց եմ հասկանում, որ աշխատակազմի ղեկավարը դիմի, նշանակում է, ով որ դա ասել է, ուրեմն օրենքը չի կարդացել այն օրենքը, որով իրենց գործունեությունը կարգավորում է, որովհետև այդ օրենքում գրած է, որ իրենք պիտի անձամբ դիմեն։ Սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարի գործառույթները սահմանված են սահմանադրական դատանի աշխատակարգով։ Եվ այդ աշխատակարգը չի նախատեսում, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ՍԴ դատավորի օմբուդսմենն է։ Ինքը հետևում է մամուլի հրապարակումներին, արձանագրումներին եւ հաղորդումներ ներկայացնում իր իրավասությունների մեջ դա ընդհանրապես չի մտնում։ Դա պետք է դատավորը աներ։ Հիմա ստացվում է դատավորները չեն արել, իրանք նման անհանգստություն չեն զգացել։ Սա դա աշխատակազմի ղեկավարը մի հատ նամակ է գրել, այս մանրամաս հաջորդ նիստին կներկայացնեմ, էլի։ Նամակ։ Գրություն էլ չի, էլ դա։ Նամակ։ Ոչ հաղորդում է հանցագործության մասին, ոչ որևէ հանցանքի մասին վկայություն կա, որևէ քրեական օրենսգրքի հոդվածի վկայություն կա։ Ու մեկ է գալիս է պարզում, ասում ենք լավ գոնե եթե այդ մարդիկ տուժող են, տուժող ճանաչեք, ասում է չէ, պարզում է շահող է։ Ես այսօր շնորհավորում եմ սահմանադրական դատանի բոլոր դատավորներին, որոնք ես ու գործ փաստու դատանի որոշման, պարզվում է շահառու են, շահել են։ Բայց եթե չեն տուժե, հայերենու բան կա, չէ, հոմանիշներ եւ հականիշներ։ Եթե մարդը չի տուժե, որևէ բանի գործողություններից, ուրեմն շահել է։ Բայց թե ինչ են շահել, ես լավ չեմ հասկանում։ Եթե չեն տուժե, ես այս դատանը միշտ գործ ունեմ։ Ձեր ասած հոդվածը է, որ դատավորները պիտի պաշտպանված են, որ հարց եք տալ։ Այո, դա շատ խելամիտ տրամաբանական հոդված է։ Եվ դա ՍԴ-ին չի վերաբերում։ Տեսեք, հիմա ընթանում է դատական նիստ, չէ՞։ Շատ որոշակի է թե ով է դատավորը, որոշակի է թե ով է դատախազը, ով է այս գործով քննիչը, ով է այս գործով պաշտպանը, չէ՞։ Եթե դատանես ընթացքում կայացնի որոշումներ, որոնք ընթացած հարկադիր կատարման ենթակա են, պարզ կլինի թե ով է հարկադիր կատարողը։ Հետևաբար դատավարության ընթացքում չի կարելի նրանցից որևէ մեկի հասցեին, որևէ արատավորող տեղեկություններ տարածել, որը ազդի իր ենթադրյալ վարքագծի հետևաբար արդարադատության վրա։ Այս 490 հոդվածը պաշտպանում է սուբյեկտներին այդ կարգի իրավահարաբերություններից։ Սահմանադրական դատանի վերաբերյալ իմ գնահատողական դատողությունները, համեմատությունները, կարծիքները հնչել են սահմանադրական դատանի որոշումը կայացնելուց հետո, այսինքն իրանք չեն ասում ընդհանրապես սահմանադրական դատանի ասել, ասում են կոնկրետ Հայաստանի, Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի որոշման վերաբերյալ որոշումն է կցված գործի նյութերին։ Որոշումը կայացվել է սեպտեմբերի 24-ին։ Այո, որոշումը կայացվել է սեպտեմբերի 24-ին, պաշտոնապես հրապարակվել է սեպտեմբերի 26-ին, իմ ելույթները սկսել են հոկտեմբերից։ Այսինքն վերջնական ուժի մեջ մտած, ես որևէ ձևով չեմ ազդել իրենց որոշման վրա, իրենց գործողությունների վրա, չեմ ուղղորդել, որևէ ձևով ասենք շանտաժ չի իրականացվել, ասենք եթե դու այդ որոշումը կայացնեք, ես կասեմ, որ դուք դες բաներ չի եղել, իսկ այդ հոդվածը 490-ը պաշտպանում է այդ տիպի արդարադատությունը պաշտպանում է այդ տիպի գործողություններից։ Այսինքն տեղի ունեցածը եւ հոդվածի դիսպոզիցիան իրար հետ բացարձակապես առնչություն չունեն։ Ուղղակի ինչի են ընտրել այդ հոդվածը, որովհետեւ դա նախատեսում է 5 տարվա զտազրկում։ Կամ բան։ Չեն կարալուց, դա շատ խեղճ է այս գործը, իրավական առումով չափազանց խեղճ է։ Հիմա մենք հաջորդ դատական նիստերին նաև տեխնոլոգիան ես դες կներկայացնեմ, եթե գաք դատականից, թե ինչպես է այս վարույթը ընդհանրապես գնացել ամսաթվերով։ Ու դուք կտեսնեք, թե ինչ իրավական դատարկության հետ մենք գործ ունենք։ Բիլանյանի վերաբերյալ ինչ եք ասել կոնկրետ։ Դե ինքը թու ասել, փաստորեն իրան դուր է եկել ինչ որ ասել եմ։ Մեղադրանքի մեջ կա, մեղադրանքը կտամ, որովհետև մնաց չստացվի, որ հիմա նորից հրապարակում եմ ինչ-որ բանոման կռնաշտանեն, կտամ մեղադրանքը կծանոթանալ։ Ամեն դեպքում, եթե չեմ սխալվում, Վարսկան, ուզում եմ հիշել, որ հստակ։ Նոր ասեցի, ոնց էլ Վարսկան Ահաբեկիչ։ Հա, Վարսկան Ահաբեկիչը համարում է գնահատողական դատողություն։ Բայց դուք մտածում եք Արման Դիլանյանը չալման կապած, Կալաշնիկով ավտոմատով պիկապի բագաժնիկում նստած Վարսկան Ահաբեկիչը, խալաթով։ Ինչու է դա գնահատողական դատողություն օրինակ։ Հա? Համեմատել եմ նրա գործողությունները Վարսկան Ահաբեկչի գործողություն։ Այսինքն դուք օրինակ հիմա որ լսում եք ենթադրենք ես ինչ դատավորը Վարսկա բանը մորուքով պիկապում նստած կալաշտարի որ լսում եք Վարսկան Ահաբեկիչ տենց եք պատկերացնում։ Իսկ թվում է երկու մարդ է տես պատկերացրել։ Իմ կարծիքով բան կա, չէ, իրավաբանության մեջ կա անաչառ դիտորդ։ Ասենք
բացի քննիչից ու դատախազից ուրիշ ոչ մեկը նրանց չի պատկերացրել Վարդգան Ահաբեկիչի տեսքյուն։ Բոլոր նորմալ մարդիկ դա հասկացել են որպես դրանց գործունեության համեմատություն դրա հետ։ Իսկ թե ինչու՞մ է այդ համեմատության հիմքը, ես նաև իմ ելույթներում եմ ներկայացրել։ Այսինքն օրինակ վարչականության մասում իրանց աշխատավարձը, որը մի քանի անգամ բարձրացել է ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Օրինակ գիտեք, ասենք, որ հիմա Վահե Գրիգորյանը օրինակ հայտարարագրել է իր եկամուտներում ամսական 1 միլիոն 700 հազար դրամ աշխատավարձ միայն ՍԴ-ից, եւ Սահմանադրական դատան 2023 թվականին կայացրել ըստ էության ընդամենը 9 որոշում։ Այսինքն այդ մարդիկ որոշները աշխատանքի համար են փոստանում։ Պարոն Ղազարյան, ասում եք մեղադրանքը իրավական առումով շատ խեղճ է, ամեն դեպքում դատական նիստի ընթացքը հուշում է, որ դատավորը աննահանջ է, հիմա կոնկրետ միջնորդություն է մերժվել, պարզ միջնորդություն, որը որ ակնկալում էր մի քանի հարցերի պատասխանել, այս ընթացքը ինչպես պետք է գնահատել։ Դե իհարկե մեզ համար դրական կլներ, եթե բավարարվեն այն միջնորդությունները, առավել ևս, որ դրանք շատ հիմնավոր են եւ փաստարկված են եւ ունեն եւ տրամաբանական եւ իրավական հիմնավորումներ, բայց դե որևէ մեկը չի կարող դատավորին իր պաշտոնական լիազորությունը իրականացման ընթացքում գնահատականներ տալ այդ որոշումները, այդ որոշումները կարող են բողոքարկվել եւ կարծում եմ, որ այս этаպը հստակ արձանագրվում է եւ դատանի որոշումներն են արձանագրվում եւ նիստն է տեսագրվում, ձայնագրվում, նաեւ տեսագրվում ող եթերով հեռարձակվում, այնպես որ հաջորդ փուլերում մենք անպայման կանդրադառնանք այս դատաքննության բոլոր process-ներին եւ ի վերջո, եթե հետագայում բողոքարկման անհրաժեշտություն լինի, բոլոր այս գործոնները բողոքարկման ժամանակ հաշվի կառնվեն։ Պարոն Ղազարյան, եւս ձեզ ինչի՞ այդ 9 դատավորներից մի քանիսը հատկապես մաս կազմել այդ նամակին։ Ներողություն։ 9 դատավորներից մի քանիսն են մաս կազմել փաստորեն այդ նամակին։ Չէ, նամակը մենակ Սահմանադրական դատանի աշխատող դատավոր ոչ մի պահանջ չունի։ Չունի պահանջ։ Չէ, մենակ Սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարը մեծ նամակ է գրել Աննա Վարդապետյանին։ Որ դատավորների անունն է։ Ինքը դա նամակի մեջ ոչ դատավորի անունն է գրել, ոչ իմ անունն է գրել։ Այսինքն ոչ ինքը ասել է Էդգար Ղազարյանը կամ էս Էդգար Ղազարյանը եւ էս ինչը։ Ոչ ասել է ով, ինչ արել, ում դեմ արել, ընդհանուր նամակ, ասենք օրինակ կարար գրել, սիրելի Աննա, վերջին շրջանում ես շատ անհանգիստ եմ դա։ Մոտարապես տեսնում եմ այդ նամակը, էլի։ Վերջին շրջանում ես Սահմանադրական դատանի հասցեին հնչում եմ, հիմա նույն ձևի կարար գրել կամ հարգելի Աննա, շուտատես ավելի ճիշտ է։ Հարգելի Աննա, վերջին շրջանում, հատկապես ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ես շատ անհանգիստ եմ, գիշերները համարյա թե չեմ քնում, իմ աչքի առաջ տեղի են ունենում իրադարձությունները իմ աշխատանքի բնույթով, եւ որ տենում եմ մարդիկ ոնց են հսկայական փողերի դիմաց իրականացնում, ես մոտ նամակ խնդրում եմ ձեր իրավասությունների շրջանակում վերականգնեք ինձ իմ քունը։ Պարոն Ղազարյան, պատասխան նամակներով փորձելու եք առանձին դատավորներից ճշտել, վիրավորվել են, ինչ են զգում։ Չէ, չի էլ ոչ։ Չէ, դուք պատասխան նամակներով չեք փորձել։ Ես եմ այդ մարդիկ գոհ են, այդ մարդիկ են բան են, մենք եք մեր սայր ասած, այս մարդ չի բողոքում, չեք ունեցանը որ այս մարդը բողոքի։ Բողոքող չկա, ոչ մի դատավոր չի բողոքի, Ռևազն, չէ, Ռևազի բանոց, բայց մարդ Ռևազ չի բողոքում, չեք ունեցանը որ բողոքի։ Բողոքող չկա։ Ոչ բողոքող կա, ոչ հանցան կա, ոչ քրեական օրենսգրքի հոդված կա, հենա դատարանն ասում է տուժող էլ չկա։ Սաղ շահող են։ Մեջների տուժողը ես եմ, որ գործս թողել եմ գալիս դու կապեք, ես դե դատա։ Իսկ բանից ստացվում է, որ եթե ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարեն եթե ՍԴ հավաքարարներ նման նամակ գրել, ուրեմն նույնիսկ նույն գործը կարող է։ Ես ՍԴ հավաքարարներին ճանաչում եմ, նրանք այդպես ամիտ բան չէին անում։